Բոլոր այդ գանգատները ու ախտանշանները գալիս են մեզ մոտ դեֆիցիտներից, օրինակ վիտամին D-ի դեֆիցիտի դեպքում մենք ունենք անընդհատ թուլություն, մկանային ցավեր, ոսկրային խտության նվազում, քանի որ այն մասնակցում է կալցիումի փոխանակությանը, հա, մագնեզիումի պակասից կարող ենք ունենալ նյարդային լարվածություն, անկապ մինչև ձեռքերի տող կարող է լինել, երկաթի պակասից էլի ընդհանուր թուլություն, մազաթափություն, վիտամին D-ի պակասից նաև եղունգները կարող են կոտրվել, էստրոգենների փոխանակության խանգարումից կարող ենք դաշտանային ցիկլի խանգարումներ ունենալ եւ բոլոր այդ ախտանշանների դեպքում ցանկալի է դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժությամբ, որպեսզի բժիշկը կարողանա ձեր ախտանշանների, կլինիկական նշանների ֆոնի վրա որոշել ինչ անալիզներ է ձեզ պետք, քանի որ այդ բոլոր գանգատները, որ ես ձեզ նշեցի, դրանք միայն դեֆիցիտներից չէ, որ կարող են լինել, օրինակ կարող է նույն հոգնածությունը կամ թուլությունը լինել վահանաձև գեղձի խնդիրների դեպքում եւ հետեւաբար մեզ պետք է հստակ ախտորոշում հստակ բուժման համար։